Հիմա վերադառնալով նախընտրական այս process-ներին, հա, ինչ ենք նկատում։ Մի կողմից ուրեմն փորձում է մարդկանց կաշառել, ցույց տալ, որ ես եմ ձեզ, իմ շնորհիվ եք ապրում, ես ձեզ 10,000 ավելացրեցի, առողջապահությունը, չգիտեմ, ես արեցի, ասֆալտ արեցի, մանկապարտեզ սարքեցի, մի կողմից այդ գիծն է տանում, մյուս կողմից փորձում է վախեցնել։ Բոլոր հնարավոր ձևերով, անցած օրը այդ բրիֆինգում, որ ասում է պատերազմ է լինելու, սեպտեմբերին է լինելու, այս ընդդիմությունը, որ եկավ պատերազմ կլինի անպայման, եւ նույնիսկ լրագրողներին է սպառնում, ասում է դուք հաշմանդամ կդառնաք, եթե իշխանություն փոխվի, ասում է, որովհետեւ դուք չեք կարող այդպես աշխատել։ Եվ այդ լրագրողներին թույլ չեն տալիս, որ հակադրվեն իրեն, ասեն, այ երիտասարդ, դու ամբողջ կյանքում լրագրող ես աշխատել նախկին իշխանությունների օրոք, քեզ ինչու հաշմանդամ չեն դարձրել։ Այդ ոնց եղավ, որ դու կարողացար ապրես, աշխատես, վերջի բառերն ասես, ազգային ժողովում ինչ համարձակ ելույթներ ունենաս, օդում կախված լուրեր հրապարակես, ոչ մեկը քեզ դատի չտվեց, ոչ մեկը քեզ չպատժեց, ազատ քո լրատվամիջոցը գործում էր այդ տարիներին։ Հիմա ինչու պիտի փոխվի մեր կյանքը քո հեռանալուց հետո։